Այսօր մեր ուսումնասիրելու թեման մարմիններ և նյութեր, մարմնի զանգված։ Այդ օրինակ այսպիսի մի հարց, երբ ասում եմ գնդակ, գիր, ինչ եք պատկերացնում։ Ասա, ստացը։ Օրինակ բոլոր ունեն զանգված։ Ունեն զանգված, հետո գրիտ։ Բոլոր ունեն տարբեր գույներ։ Տարբեր գույն, հետո Տարբեր չափեր։ Ձեր կարող են տալ։ Այսինքն կարող են շոշափել ձեր տալ, Տարբեր ձևերի։ տարբեր ձևեր, տարբեր կառուցած։ Այսինքն սրանք ինչ էին իրենցից ներկայացնում, երեխեք, ինչ էին։ Մարմիններ էին, շատ ավելի։ Իսկ եթե ասում են փայ, մեդալ, նորից մի բան են պատկերացնում։ Ահա, ձեռքով, տեղի չենք խոսում, ձեռքով, ասա Համզաջան։ Նյութեր, հետո, փայլը ինչպիսի նյութ է, երեխեք, ասա, ինչպիսի նյութ է փայլը, փափուկ է թե պինդ, պինդ է, են ինչ, օրինակ, կարող է ունենալ տարբեր ձևեր, այո, իսկ մեդալը ինչպիսի նյութ է, ասա, պինդ, ինչ ադամի հատկանիշ կարող է ունենալ մեդալը, օրինակ, ոսկի մեդալը, ճիշտ է, երբ որ մադալին նայում են դիգը ինչ է անում, ապրես, կամի ասա, Ահա, այսինքն մեդալները ունեն նաև փայլ, ճիշտ է։ Ուրեմն այսօր մեր ուսումնասիրության թեման է մարմին և նյութ։ Ինչ հասկացանք, ուրեմն ինչ է նյութը։ Ասա Հասմիկ։ Նյութը, որ մենք կարող ենք ձեր տալ։ Համաձայնեք ձեր ընկերոջ հետ, ինչ է նյութը, ասա Ռոզա ջան։ Նյութն ինչ կազմված է մարմին։ Ինչից։ Կազմված է մարմին։ Ապրես, մի ադել ենք կրդնում, Հասմիկ, ինչ է նյութը։ Կազմված է մարմին։ Ինչից։ Կազմված է մարմինը կոչվում է նյութ։ Իսկ ինչ է մարմինը, մի հատ տարել ֆիքսեք, ինչ է մարմինը։ Ասա Ռոզա ջան։ Մարմինը ամենն է, որ մեզ շրջապատում է բնության մեջ, որը կարող ենք ձեռք տալ։ Ապրես, այսինքն բնության մեջ այն ինչը մեզ շրջապատում է, անվանում ենք մարմին։ Հիմա մենք կտեսնենք մի նկար, խնդրենք միացնենք նկարը։ Նկարում պատկերված է երեխաներ, երկու բաժակ։ Առաջին բաժակում լցված է հեղուկը, իսկ երկրորդ բաժակում լցված է քարով։ Հիմա ձեզանից պահանջվում է ինձ ասեք, տարբերությունը ո՞րն է այս երկու բաժակների։ Ասա Ռուստամ ջան։ Ջուրը ավելի շուտ։ Օգնենք, ինչ կլինի ջուրը։ Եթե ասենք մի փոքր թեքին բաժակը ջուրը ինչ կթափվի, կհոսի, ճիշտ է։ Իսկ Սպարտակ ջան, իսկ քարը կհոսի։ Ոչ, քարը ավելի թեքով կա։ Ահա, ինքը սահելով կլինի, չի հոսի։ Լավ, մեկ տարբերություն, հաջորդ տարբերությունը։ Ասա Արման։ Քարը ավելի պինդ է։ Այսինքն եթե պինդ է ուրեմն ինքը ինչ է։ Ծանր է, լավ։ Ինչից է կազմված քարը։ Ասա Հայրուկեն։ Քարը ինչպիսի նյութից է կազմված։ Ավելի չոր բաղադրություն։ Ահա, ասա Խիտ մարմին։ նյութից։ Քարը ավելի խիտ նյութից։ Այդ տեսնում եք տարբերություն, երեխաներ։ Այո։ Ո՞րն է ասեք հենց։ Ասա Լիլիթ։ Ջուրը թափանցիկ է, Ապրես։ իսկ քարը ծնող։ Շատ ապրես, թափանցիկ չէ։ Ասա Արման։ Եթե մի փոքր շարժեն, ջուրը ավելի շուտ կթափվի, որովհետև միացված է։ Շատ ապրես, որպես հեղուկ, նայեք, հեղուկը լցրել ենք բաժակի մեջ, ինքը ինչ են ընդունել, բաժակի ինչ է երեխեք, շատ ապրես, ոտաժան մասար, հեղուկը ընդունել է, Ընդունել է բաժակի ձև։ իսկ քարը իրատեսում ենք, ինչի, որովհետև ինչ է, պինդ է, ճիշտ է, նայեք, քարերի մեջ կան նաև ազատ տարածություններ, երեխեք, տեսնում եք, այս երեք քարի արանքում մի փոքրիկ տեղ կա, դուք էլ անօգյալ որ փորձեք, դուք ինքներդ կատարեք կտեսնեք, որ երբ որ քարը լցնում եք բաժակի մեջ, իրանում արանքում փոքրիկ անցքեր են, իսկ հեղուկը ամբողջությամբ ինչներ ընդունում, Հասմիկ, բաժակի տեսքը, լավ, շատ ապր, հիմա ինչ եք անում, Արթուր ջան, արի էստեղ, Եզանից ինչ է պահանջվում։
Քանի ասում ես, որն է նյութը, որը մարմինը։ Երկուսն է վերցրակ ու ձերկը, ասա ինչ է քո ձերքում։ Քանուն։ Ինչից քանուն է, մեկը պլասմաս է քանուն։ Հիմա ասում ես, փայտե քանունի նոր, որն է մարմինը, որը նյութը։ Փայտը մարմինն է։ Հա, երեխաներ լողներ, ասա, Սպարտակ ջան։ Քանունը մարմինն է, իսկ փայտը նյութը։ Շատ լավ, իսկ հիմա նույն բանը ասա պլասմաս է։ Մարմինն է, նյութն է, Ահա, իսկ քանունը մարմինը, ապրես, ճիշտ, Լիլիտարի։ Արագ երեխաներ։ Բաժակներն ես վերցնում, ասում ես ինչ է քո ձեռքում, որ մարմիններն է, որ ինչն է մարմինը, ինչը նյութը։ Սա ապակե բաժակը մարմինը, ապակե նյութը։ Ապրես։ Սա պլասմասը բաժակը մարմինն է, իսկ կապրոնը Պլասմասը նյութը։ Ճիշտ է, լավ, նստի, արի։ Ընտրում ես կդալները, վերցրու, ասա ինչ ես տեսնում, որն է նյութը, որը մարմինը։ Երկաթից կդալ է, Երկաթը ինչն է։ կդալ։ Հա, ինչն է, նյութն է թե մարմինը։ Նյութը, ապրես, իսկ կդալը մարմինը։ Հիմա նույնը ասա պլասմասը է կդալի համար։ Պլասմասը ինչն է, ապրես, կդալը մարմինը։ Մի հոգուել ենք լսում այդ ընկել։ Դու էլ փորձի օրինակ պատարակալը ներկայացնես։ Սա երկաթ Շրջվի տասարանի։ երկաթ է պատասակալը մարմինն է, երկաթ է նյութը, սա պլասմաս է պատասակալը, պլասմաս է նյութն է, պատասակալը մարմինն է։ Շատ լավ է, նստի քոզին։ Ուրեմն երեխաներիս սա ինչ է, ասա Արման ջան։ Ինչից կնդակ։ Ռեդին է թե պլասմաս է։ Ասա Սիմոն ջան, նյութը որն է, մարմինը որը։ Նյութը պլասմասն է, մարմինը գնա։ Շատ լավ է։ Սա ինչ է։ Ասա Ռոզա։ Դա շիշ։ Ինչի շիշ է։ Պլասմասը շիշ։ Մարմինը որն է, նյութը որն է։ Մարմինը շիշն է, պլասմասը նյութը։ Պլասմասը նյութը։ Եվ վերջապես եկեք սա, ասա Հասմիկ քեզ ենք լսում։ Ինչ ես տեսնում։ Ափսեի Ինչպիսի ափսե է։ Պլասմասե ափսե է, հետո ինչն է, մարմինը, իսկ նյութը։ Ահա, պաստորեն երեխաներ հասկացաք տարբերությունը նյութ և մարմինի։ Հիմա օրինակ կարող է տվյալ առարկա պատրաստված լինել տարբեր նյութերից։ Նույն առարկա, ասա հələ, օրինակ էր։ Օրինակ, երկաթ է պահարան, փայտ է պահարան։ Լավ, մյուսները, ասա։ Փայտ է սեղան, երկաթ է սեղան։ Ապրես, Սիմոն ջան։ Երկաթ է Ինչ։ Ինչ։ Երկաթ է կդալ, պլասմաս է կդալ։ Հիմա հակառակ երեխեք, մարմինը նյութը նույնը լինի, մարմինները տարբեր։ Ասենք նորից ընտրեք երկաթը։ Ձեզ տանը ասեք, երկաթից պատրաստված գործիքներ կամ առարգանիշ։ Կացի։ Ինչ։ Ինչ։ Երկաթ է կդալ, պլասմաս է կդալ։ Հիմա հակառակ երեխեք, մարմինը նյութը նույնը լինի, մարմինները տարբեր։ Ասենք նորից ընտրեք երկաթը։ Ձեզ տանը ասեք, երկաթից պատրաստված գործիքներ կամ առարգանիշ։ Կացի, երկաթ է կացի, ասա։ Երկաթ է բա, Թերեզա։ Ինչ։ Լավ, ասա Հասմիկ ջան։ Երկաթ է մգրավ, Արձոտ, կլուջ, ուգեն։ Երկաթ է կերանվի։ Կերանվի, ահա, լսում եք քեզ։ Երկաթ է պոր։ Երկաթ է պար և քեզ է լսեք ուժատ։ Ինչ։ Մուրջ։ Լավ, հիմա եղեք, հասկացաք տարբերությունը։ Ուրեմն, ինչ ենք անում, խմբային աշխատանքի մեր գործական խմբային աշխատանքի նպատակը որն է։ Բաժանում ենք երկու խմբի, 1, 2, 3, 4-ի։ Սիմոնից մինչև
խմբերով, եկեք մի փոքր շատ արագ, այսպես արգիներում եք ճարմով, աշխատանքի նպատակը որն է երեխաներ, դասասենյակում գտնում ենք 3 առարկա ու գրում ենք ինչ նյութից է կազմված և ինչ մարմին է։ Ձեզ հնարավորություն է տրվում, սպասեք հանրայնություն ասեք, որ ձեզ հնարավորություն է տրվում բարձրանալ, ձեր տալ, շոշափել տվյալ առարկան, հասկանալ ինչ նյութից է գտնվում, հետո գալ ու գրանցել, լավ։ Այս ամենը տրվում է 3 րոպե ժամանակ։ Սկսեցինք, աշխատում ենք խմբերով։ Խմբից ընտրեք, կարող է մի հոգի եք բարձրանալ, նայ, ինչ կա, ձեր տա, շոշափի, զգա, ու կա գրի։ Հաջորդ խմբից չեմ տեսնում մարդ, որ դուս է եկել։ Դուք աշխատում եք, մենք լսում ենք առաջին խմբին։ Ասա Արմանջան։ Փայտե սեղան։ Հայտե։ Փայտե նյութն է, սեղանը մարմին։ Ապրես, մյուսը Ռուստամ։ Փայտե պահարանը մարմինն է, իսկ նյութը փայտը։ Հայտե։ Մի հատել ասա Գերջան։ Երկաթյա կրճատով։ Երկաթը նյութն է, կրճատով մարմինը։ Լավ, մեդալը ավելի շատ, հա, երկաթյա։ Շատ ապրեք, պատրաստեք երկրորդ խումբը, ասա Ռոզաջան լսում ենք։ Քանոնը մարմին է։ Կամի ոտքի։ Քանոնը մարմին է, իսկ փայտը նյութն է։ Ասինքն փայտե քանում։ Լավ, հաջորդը ով է ներկայացնում։ Դու ես ասել մենք, ասա, լավ։ Ասա։ Կրճատումը մարմինն է, իսկ նյութը կտորը։ Կտորը, լավ։ Մի հատեք, դիլիտ ասա։ Ասինքն ապակե բաժակ։ Շատ ապրեք, հիմա շատ արագ մի բան եք գալիս, մենք հեռուստացույցով դիտելու ենք տեսավորովակ, տեսավորովակ եք դիտելու, ու դուք տեսնելու եք, թե տարբեր նյութերից օրինակ ինչպիսի մարմիններ կարող են լինել, ու շատ ինչ դիտեք, որ մի 2 րոպե քննարկում ենք, նայում ենք։ Այն ինչից կազմված են բոլոր ֆիզիկական մարմինները կոչվում են նյութ։ Սեղանը, աթոռը, պահարանը տարբեր մարմիններ են, բայց այդ երեքն էլ կարող են պատրաստված լինել միևնույն նյութից, փայտից, իսկ գիրքը, տետրը, թերթը նույն նյութից, թղթից։ Միևնույն ֆիզիկական մարմինը կարող է պատրաստված լինել տարբեր նյութերից, օրինակ բաժակը կարող է պատրաստված լինել ապակի նյութից կամ պլաստմասից։ Մարմինների ձևը կարող է փոխվել, բայց նյութը մնա նույնը։ Օրինակ բաժակը կարող է կոտրվել ու էլ չլինել բաժակ, բայց թե բաժակը, թե նրա կոտրված կտորների նյութը նույնն է, ապակին։ Բոլոր ֆիզիկական մարմիններն ունեն զանգված։ Մարմնի զանգվածը նրանում եղած նյութի քանակն է։ Աշխարհում կա ընդունված զանգվածի միավոր 1 կիլոգրամ, կամ նաև զանգվածի այլ միավորներ, օրինակ միլիգրամ, գրամ, ցենտներ, տոննա եւ այլն։ Ինչպես մենք գիտենք, 1 կիլոգրամը 1000 գրամ է, իսկ 1 տոննան 1000 կիլոգրամ եւ այլն։ Զանգվածի տարբեր միավորներն օգտագործվում են տարբեր մարմիններ չափելու համար։ Օրինակ, քանի որ փիղը ամենամեծ կենդանին է, ասում ենք փիղը 5 տոննա է,
իսկ մատանին 3 գրամ։ Մարմնի զանգվածը չափում են կշեռքով։ Կան տարբեր տեսակի կշեռքներ՝ լծակավոր, ձեռքի, էլեկտրոնային։ Պարզ է երեխեք ջան, հիմա ունենք քննարկել ինչ տեսակներ։ Ասա Արման, կշեռքների տեսակներ որոնք էին։ Ասա Արման ջան։ Լծակավոր և էլեկտրոնային։ Իսկ մյուսը ինչի՞։ Ձեռքի։ Երեխաների ինչպես է օրինակներ տեսակ մարմնի, օրինակաբաղություն չէր պատրաստված։ Ասա, աբաղուց բաժակ։ Տեսակ նկարում նաև կոդերված բաժակներ։ Եթե բաժակը կոդերվեց, նյութը փոխվեց երեխեք։ Ոչ։ Այո։ Ձևը փոխվեց, բայց նյութը նորից մնաց ավարտի։ Տեսակետում խոսվեց նաև մարմնի կշիռի համար։ Ինչ էր մարմնի կշիռը երեխաներ։ Ասա Սպայդասյան։ Մարմնում եղած զանգվածը, շատ արվել։ Երեխաներ, այսպիսի մի հարց, ինչից էր կազմված մարմնի զանգվածը։ Ինչից էր կազմված մարմնի զանգվածը, ինչից էր կախված, ասա Ռոզա ջան։ Մարմնի զանգվածը մարմնում պարունակող նյութի քանակը։ Այսինքն տվյալ մարմինը ինչ նյութից է կազմված, ճիշտ է։ Օրինակ սովորական, ասենք պլաստմասե շարի, նույն չափը, մի հատ էլ երկաթ է շարի, նույն ձևը նույն չափն է, որն է ավելի ծանր։ Ինչի։ Որովհետև երկաթը ավելի պին նյութ է պարունակում։ Ահա, խիտ նյութից է կազմված, ճիշտ է։ Իսկ ասենք օրինակ վերցնենք մեծ բամբակյա փուչիկ, կտոր ավելի շուտ մաս, զանգված, և մի հատ մեծ երկաթ է զանգված, էլի նույն չափի, որը կլինի ծանր։ Երկաթը, որովհետև ավելի, իսկ եթե քարի օրինակով բերենք, ասա, քարը կլինի ավելի ծանր։ Փաստորեն երեխաներ, հեղուկը ինչպիսի, ջուրը ինչպիսի նյութ էր, ասա, ինչպիսի նյութ էր ջուրը, ինչ էր ինքը, հեղուկ էր, հայտը ինչպիսի նյութ էր, ասա, հեղուկ էր թե պինդ էր, ի տարբերություն երկաթի մի քիչ կարող է նաև ինքը թեթև լինի, չէ, իսկ երկաթը ծանր է։ Ընդհանրապես օրինակ դու կարող եք տակում ինչ մետաղներ գիտեք երեխաներ։ Այստեղ օրինակ բերվեց նաև հենց այդ մետաղի պատրաստված ասա։ Ոսկի, արձա, Իսկ մարդու մարմնի կշիռը ինչով է ինչ հապով, ասա, կշերկով, իսկ միավորը որն էր, դա էլ ենք ասում, ասա, կիլոգրամներ, շատ ապենք։ Ուրեմն տնային աշխատանք ինչ ենք անում, տանը վերցնում ենք 3 առարկա, գրում ենք մարմինը որն է, նյութը որն է, և եթե ունեք տանը համապատասխան կշիռ, որոշում եք ձեր մարմնի զանգվածը։ Պարզ եք երեխաներ, և սովորում ենք այս օրվա դասը։ Լավ, ստեսություն։